Ով աղոթքը ինչի համար է, եթե մարդիկ չեն հասկանում։ Շատ կարևոր է լեզուներով աղոթքի մասին խոսելիս անդրադառնալ Մատթեոսի ավետարանի վերջին գլուխը եւ վերջին համարները, երբ որտեղ Քրիստոս հստակ պատվիրան է տալիս իր առաքյալներին. գնացեք, քարոզեցեք ամբողջ աշխարհին, մկրտեցեք Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Մենք գիտենք, որ օրինակ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալները քարոզել են Հայաստան աշխարհում, Պետրոս Պողոս առաքյալները Հռոմում են քարոզել, ընդունված է ասել, որ Անդրեաս առաքյալը քարոզել է Ռուսաստանում եւ այսպես այս քարոզչությունը իրականացնելու համար անհրաժեշտ էր լեզվախոսության շնորհ։ Տեսեք, նորից եմ կրկնում, անհրաժեշտություն կար ստանալու լեզվախոսության շնորհ։ Եվ արդեն մենք տեսնում ենք Կորցք առաքելոցում, որ բոլորը միասիրտ, միատեղ հավաքված էին եւ հենց այդ ժամանակ Սուրբ Հոգին իջավ առաքյալների վրա եւ առաքյալները սկսեցին լեզուներով խոսել։ Այնտեղ, որտեղ որ հավաքվածներ կային եւ առաքյալները այդ հավաքվածների ներկայությամբ խոսում էին լեզուներով, պարթևներ կային, էլամացիներ կային, մարեր կային եւ ասում է բոլորն անխտիր առաքյալների խոսածները հասկանում էին իրենց լեզուներով։ Երկրորդ Կորինթացիների 14-րդ գլխի 9-րդ համարում ասում է նույնպես եւ դուք եթե լեզուներով հստակ չդարձնեք խոսքը, ինչպես կհասկացվի խոսվածը, որովհետեւ դրանով դուք նման կլինեք մի մարդու, որ օդի մեջ է խոսում։ Այսօր իրականության մեջ ինչ է կատարվում, երբ լեզվախոսության ճակերտավոր այսպես շնորհ են ստանում, խոսում են աղանդավորները, ներկա հավաքվածները բնականաբար չեն հասկանում խոսացածը, այստեղ Պողոս առաքյալը հստակ ցույց է տալիս, եթե դուք խոսում եք լեզուներով եւ այդ լեզուները չեն հասկացվում եւ դա գայթակղության պատճառ է նաեւ որոշակի իմաստով հանդիսանում ներկա հավաքվածների համար, ուրեմն դուք նմանվում եք այնպիսի մարդկանց, որ օդի մեջ եք խոսում, իսկ ով է օդի իշխանը։ Օդի իշխանը Սատանան է։ Մտածելու եւ հասկանալու առիթ կա, թե արդյոք այս լեզվախոսության շնորհը Աստծուց է տրված եւ կամ չարից Սատանայից է տրված։ Այո, անդավորները հաճախ մեզ քննադատում են, որ դա եկեղեցու շինության, Սուրբ Հոգու շնորհներն է, բայց նույն այս հատվածում հստակ ասում է առաջին Կորինթացիներ 14-րդ գլխի 13-րդ համարում. Ուստի նա ով լեզուներ է խոսում, թող աղոթի, որ կարողանա նաև մեկնել։ Եթե աղոթում եմ օտար լեզվով, իմ հոգին է աղոթում, բայց իմ միտքը անպտուղ է։ Իսկ ինչ պիտի աղոթեմ հոգով, պիտի աղոթեմ նաև մտքով։ Սաղմոս պիտի ասեմ հոգով, սաղմոս պիտի ասեմ նաև մտքով։ Ապա թե ոչ, եթե հոգով օրհնաբանես, նա ով անգետ մարդու վիճակում է, քո գոհաբանության ժամանակ ինչպես կասի ամեն։ Քանզի ինչ որ դու ասում ես, նա չի հասկանում։ Թեև դու լավ ես, գոհություն մատուցում, բայց ընկերդ հոգեպես չի հաստատվում։ Ձեր բոլորից ավելի շատ լեզուներ եմ խոսում, բայց որպեսի ուրիշներին էլ սովորեցնեմ, եկեղեցու մեջ կամենում եմ 5 խոսք խոսել խելքով, քան բազում խոսքեր լեզվով։ Եղբայրն է մտքով երեխա մի եղեք, այլ եղեք երեխա չարություն գործելու մեջ, բայց մտքով եղեք չափահաս։ Եվ երբ որ հոգով խոսում են իբրև, հա, ճակերտավոր հոգով խոսում են, բայց միտքը չկա, գոյություն չունի, բնականաբար այս հոգով խոսելու պարագան ես նորից եմ ասում, կասկածելի է թե ումից է տրված։ Նույնիսկ երբ որ մենք աղոթքի ենք տրվում, պարզապես սովորական աղոթքի ենք տրվում, մեր միտքն է պատճառ եւ միջոց դառնում, որպեսզի մենք հոգեպես տրամադրվենք, Աստծուն նվիրվենք, աղոթենք, բայց այս պարագային եթե միտքը ուղակի անջատվում է եւ միայն աղոթում է լեզուն, սա շատ վտանգավոր է։ Մտքի արկայությունը, մտքի տրամաբանությունը, լեզուները հասկանալու կարողությունը կարևորում է Պողոս առաքյալը։ Կարծում եմ, որ այս օրերին լեզվախոսության կարիք չկա, որովհետեւ եթե այն ժամանակ առաքյալը Քրիստոս առաքյալներին տվեց հստակ պատճառի համար, որպեսզի իրենք գնան եւ քարոզեն ամբողջ աշխարհին, այսօր ես կարծում եմ, որ մենք դրա կարիքը չունենք, որովհետեւ որևէ երկրում քարոզելու, որևէ բան քարոզելու համար տեխնիկան այնպիսի զարգացվածություն ունի, որ կարող ենք պահել թարգմանիչներ, կարող ենք հատուկ տեխնիկական սարքավորումների միջոցով մեր խոսքը հասկանալի դարձնել։ Բայց ինչ վերաբերում է աղանդավորներին, իրենք իսկ չեն հասկանում ինչ են խոսում, ինչ որ բառեր, ինչ որ բառերի կույտ
որոնց մասին նաև որոշակի վերլուծություն է եղել, որ հաճախ այդ բարերի մեջ նաև կան հայոյանքներ, հայոյախառն բարեր, որոնք որ նաև որպես այդպեսին Սուրբ Հոգու դեմ կարծում եմ հայոյանք են։ Եվ այդ իմաստով, եթե իրենք օդի մեջ են խոսում եւ օդի իշխանը սատանան է, հիմա հարց իրենք հոգով են խոսում եւ կամ Սուրբ Հոգու դեմ են խոսում։ Սուրբ Հոգով են խոսում կամ Սուրբ Հոգուն հայոյում են։ Սա լրջագույն հարց է, որի մասին ամեն դեպքում մեծապես կարող ենք խոսել եւ քննարկել։ Այն մարդիկ, որոնք որ մոլորված կերպով գնում են եւ այդ գայթակղությանը մաս են դառնում եւ դառնում են այնտեղ աղանդավորների այդ իբրև թե ճակերտավոր լեզվախոսության մաս, մենք մեր խնդրանքն է, որ ուշադիր լինեն, որովհետեւ չլինի թե հանկարծ չարի ծուղակը հայտնվեն եւ այլևս չկարողանան այդ